Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Եվ այսպես այսօր մայիսի 28-ին Հայաստանում նշում են Հանրապետության տոնը։ 1918 թվականի այսօրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը ու թեև երիտասարդ պետությունը երկար կյանք չունեցավ, սակայն հայ ժողովրդի գիտակցության մեջ մեծ հետք թողեց ամբողջ խորհրդային կայսրության եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում։ Թեև այսօրը երկար տասնամյակներ պաշտոնապես մնացել է արհամարված, սակայն հայ ժողովրդի, հատկապես նրա անկախական հատվածի մոտ այն եղել է հույսի, հպարտության եւ մեր իղձերի իրականացման օր։ Տոնի կապակցությամբ այսօր Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Փաշինյանը շնորհավորելով անկախության տոնը հայտարարել է, Խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի եւ արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ Այսօր նշում ենք հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության, առաջին հանրապետության հիմնադրման հետ։ Սարդարապատի հերոսամարտով առարկայացած առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ։ Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս, բայց առաջին հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի եւ մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ, հանրապետություն, որտեղ իշխանության տերը Հայաստանի ժողովուրդն է եւ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով եւ ինչպես պետք է կառավարի պետությունը։ Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ խորհրդային միության գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել առաջին հանրապետությունը։ 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ եւ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Բայց հիմա արդեն երրորդ հանրապետության պատմության հետայած վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահրանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ, մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք։ 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու եւ հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ, նշել է Հանրապետության վարչապետը։ Զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան, շնորհավորում եմ ձեզ։
Շնորհակալություն, ես էլ եմ շնորհավորում ձեզ եւ ձեր համակիրներին, շնորհավորում եմ հրաշալի տոնի կապակցությամբ։ Եվ շատ ուրախ եմ, որ դուք եք այսօրով ինձ հյուր, որովհետև ելում հետ, եթե ոչ ձեզ հետ խոսենք այսպիսի թեմաներից՝ պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն։ Պարոն Արշակյան, մենք հիմա ունենք իրական Հայաստանի կոնցեպտ, գաղափարախոսություն, այսինքն դրա տակ նաև հասկանում ենք, որ շատ երևույթներ, հա, այդ երևույթների ասած տակ էլի շատ բան ենք հասկանում, պետք է վերաարժևորել, հա, փորձել քննել, փորձել հասկանալ, դրանից փոխել մեր վարքը, գուցե աշխարհընկալումը, մտածողությունը, ինքներս մեզ ավելի լավ ճանաչել գուցե, հա, հազար բան կարող ենք սրա տակ հասկանալ։ Բայց երբ օրինակ հանրապետության վարչապետը ասում է, որ խորհրդային միության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի եւ արհամարանքի առարկա դարձավ, կայսրությունը նպատակ ուներ ոչնչացնել անկախ պետության ծիլերը եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց դրան զուգահեռ մենք օրինակ պարզ բան, մեր պատմագրության մեջ մենք չենք տալիս այդ ժամանակաշրջանի օբյեկտիվ գնահատական նկարագիրը։ Այսինքն կա հակասություն մեր իրական Հայաստանի եւ մեր ոչ շատ վաղ անցյալի հետ։ Ես շատ ուշադիր լսել եմ մեր երկրի վարչապետի այդ ելույթը, ուշադիր լսել եմ եւ ես կարծում եմ, որ երկու մասից է բաղկացած, մեկը մեր ժողովրդի սխրանքը, դա սխրանք էր։ Ահավոր ժամանակներ էին, մենք արդեն ապրել էինք, եղերն ապրել ենք, տեսեք գենոցիդ չեմ ասում, մենք կարծում ենք դա եղերն է, արհավիրք է տեղի ունեցել ու հանկարծ Օսմանյան կայսրությունը հարձակվում է, արդեն արունակամ եղով ծանր վերք ստացած հայկական ինչ-որ օջախի վրա, թող մեր թե սրբելու է, այրելու է, մոխիր է դարձնելու, ոչինչ չի մնա, ու հանկարծ Օսմանյան կայսրությունը պարտվում է, եւ հիմա նորաձև է ասելը դա, չէ՞, երբ որ մենք մենակ մնացինք Թուրքիայի հետ, Օսմանյան կայսրության հետ, ջարդեցինք Օսմանյան կայսրությանը, եւ իրենց համար էր դա անակնկալ եւ աշխարհի համար, որ մենք մեր բանակը ջարդեց, հաղթեց, ոչնչացրեց նրա ծրագրերը, չկա ոչնչացման ծրագիրը մենք չեզոքացրեցինք։ Հիմա պատկերացրեք, բա հաջորդը ինչ եղավ այդ պետությունը։ Այդ 2 տարի ու մի քանի ամիս հետո ինչ եղավ։ Այ պետք է ապա սովետականացում, այ պետք է մենք ասեինք, ինչ տեղի ունեցավ, ինչի կործանվեց հայկական պետությունը, ով էր կործանողը։ Ես կարծում եմ, որ հաջորդ տոնակատարության ժամանակ մեր երկրի ղեկավարը, ով էլ որ լինի, պետք է այդտեղից սկսի դատապարտում մենք մեր երկիրը կործանողներին ու արդեն 70 տարին։ Տեսեք, սկիզբը պետք է լիներ, որ Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդավարական հանրապետությունը աշխարհի կողմից ճանաչված։ Իդեպ կարևոր է, որ աշխարհը ազգերի լիգայի տեսքով հայկական պետության իրավունքը ճանաչեց։ Երկու պետություն դա չճանաչեցին։ Օսմանյան Թուրքիայի իրավ հաջորդը ապօրինի դեռևս Թուրքիայի հանրապետությունը եւ դեմոկրատական Ռուսաստանի իրավահաջորդ բոլշևիկյան Ռուսաստանը չճանաչեցին հայկական պետության գոյության իրավունքը։ Ու երկու կողմից հարձակվեցին հայկական ես կասեի 4 կողմից, բացի Իրանից, այն ժամանակ Պարսկաստան էր կոչվում, Պարսկաստանը անգլիական մանդատի տակ էր, անգլիական բանակն էր, Միացյալ Թագավորության բանակը գտնվում էր արաբական աշխարհում, ազատագրված արաբական աշխարհում եւ Պարսկաստանում, իսկ մյուս բոլոր կողմերից մեր վրա հարձակվեցին հայկական պետության վրա եւ գլխավորը 11-րդ կարմիր բանակը, բանվորագյուղացիական բանակը զենքով, այ Զանգեզուր կինոն նայեք, զենքով, արունով մտավ ոչնչացրեց հայկական պետությունը ու հետո 70 տարի հայհոյում էր հայկական հայ ժողովրդի պետություն ունենալու իրավունքը
Բայց 60-ական թվականներին պատկերացնում եք ինչ պարադոքս տեղի ունեցավ։ Հայհոյեցին, գնդակը հարեցին, սպայական կազմը Սարդարապետի ճակատամարտի մասնակից սպաները բոլորը գնդակահարվեցին։ Բացառություններ կան, ես դա ասում եմ, օրինակ մեկը իմ պապը եւ Նավասարդյան Աշոտի պապը սպաներ են եղել Սարդարապետի ճակատամարտում։ Ես դա էլ լուսանցքում ասեմ, որ 91 թվականի անկախություն քվեարկությունը ցույց էր տալիս, որ այնքան կարևոր է եղել Սարդարապետի ճակատամարտը, Սարդարապետում հաղթանակը, որ հաղթողների թոռները, մենք թոռներ ենք, 40 տարեկան էինք, մեր պապերը դեռ կային, մենք Հայաստանը 99%-ը Հայաստանի քաղաքացիների, մասնակիցների 99% ասեց հավատարիմ ենք Սարդարապետին, հավատարիմ ենք Հայաստանի Հանրապետությանը, հավատարիմ ենք մեր պապերին, հավատարիմ ենք մեր հայ ժողովրդի ազգային իղձերին։ Շատ լավ է, որ հավատարիմ ենք, եւ շատ լավ է, որ հավատարիմ ենք, եւ շատ լավ է, որ այդ հավատարմությունը ամրագրվեց։ Հռչակեցինք անկախ Հայաստան ժողովրդավարական եւ ազգային ժողովը 100%-ով արձանագրեց, ընդունեց այդ հռչակագիրը։ Ես ասեմ, 60-ական թվականներին սովետական միությունը Սարդարապետը յուրացրեց։ Այդ հուշարձանը որտեղ հիմա որ հանդեսը տեղի ունենում, դու գիտեք, որ սովետական միությունն է դա կառուցել։ Այսինքն սովետական միությունը ոնց են ասում, պլագիատ գողացավ հայ ժողովրդից, յուրացրեց։ Ոչ մի մասնակցություն չի ունեցել, ոչ մի ռուս զինվոր չի կռվել։ Մեր կողմից, այն կողմից կարող է եղել են, մեր կողմից այն օրհնված սահաթը չկար, ոչ ոք չի եղել, ու 60-ական թվականներին, այն 70-ական, երբ որ սկսվեց շինարարությունը, յուրացրեցին, այնքան լավն էր դա, այնքան կարևոր էր, այսօրը այնքան կարևոր է մեր պատմության, մեր ինքնագիտակցության համար, այնքան կարևոր է, որ սովետական իշխանությունը դա գողացավ, վերցրեց իրեն։ Ինչու գողացավ։ Շատ թանկ էր, ուղղակի մեր արյանի մեջ կար։ Պատկերացրեք Բաղրամյանը սովետական միության մարշալ, ամենահավատարիմ զինվորականներից մեկը, ասենք տասնյակի մեջ էր մտնում։ Տասնյակի մեջ Բաղրամյանը մտնում էր, հպարտանում էր Բաղրամյանը, որ մասնակցել է Սարդարապետի ճակատամարտին։ Դա շատ կարևոր էր։ Ուրեմն գողացան, որովհետև լավն էր, ու մենք պետք է հետ վերցնենք, հետ չվերցրեցինք, ես պարոն վարչապետը իր ելույթում հետ չվերցրեց, որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, պետք է ասեր, ես վերցնում եմ, վերադարձնում եմ ժողովրդին հաղթանակը, այսինքն սովետական միությունն է կործանել, ջնջել այդ հաղթանակը, ուրեմն դա չկարողացավ նույնիսկ սովետական միությունը ուրանալ, ուրեմն մենք պետք է շարունակենք եւ արժանի լինենք նրանց, իղձեր ունենանք, շարունակենք, արժանի լինենք, այդ Սարդարապետը, առաջին հանրապետությունը, հավատարիմ եղանք 91 թվական եւ այլն, հա, ու հիմա եկել ենք հասել ենք Եվրազիական միություն 2025 թվական միություն առավոտից երեկո միութենական պետություն, մեծ եվրասիական տարածաշրջան, Ռուսաստանի գաղութ, չգիտեմ ես ինչ, անկախության հնարավոր կորուստ, պետականության ոչնչացում, ու այսպես շարունակ։ Ախր ինչու՞։ Ինչպես է դա հնարավոր։ Պարզվում է, որ ոչ բոլորն են արժանի, ոչ բոլորի պապերն են կռվել Սարդարապետում, այլ նրանք էլ իրենց չկռվողները, դիզերտիրները, դասալիքները նույնպես սերունդ են տվել, այ դրանք են, այ նրանք հավատարիմ են իրենց պապերին, վախ են հիմա տարածում, այ նրանք վախեցած էին 1918 թվականի մայիսին, Իմիջիալից 28-ից եղել, դա 22-ից սկսվել է այդ արշավի դիմաց էշալոնացված դիմադրությունը եղել
հենց մի անգամ չհանդիպեցին դա նահանջ է եղել, դիմադրություն կազմակերպվել է, դա բավական լավ է կազմակերպվել, կարելի է այդ Հանիբալի ճակատամարտը, Նապոլեոնի, Բորոդինոյի, այդ դրա մեջ օրինակ Բաղրամյանը այդպիսի գնահատակ ասում է, որ հրաշալի պլանավորված ճիշտ այնպես ինչպես Մեսրոպ Մաշտոցը, այդ տեսեք Մեսրոպ Մաշտոցից սկսած ինչ լավ պլանավորված էր, ուրեմն եղել են մարդիկ, որոնք որ չեն ուզեցել, թիկունքից խփել են մեզ, թիկունքից խփողներ են եղել, այդ թիկունքից խփողները հիմա կան, նրանց ժառանգները մեզ հիմա խփում են թիկունքից, պանիկա, դասալքություն են քարոզում, հուսալքություն են քարոզում, անզորություն են քարոզում, ինչ որ մեկի փեշի տակ մտնել են քարոզում, ինչ որ մեկի փեշից կախվել են քարոզում, ինչ որ մեկի թևի տակ մտնել են քարոզում, առայժմ քարոզում են, հույս ունեն որ դեռևս քարոզում են, ասենք, հա, դեռևս, մինչև որ դրանց բերանը մենք փակենք, մենք չենք վախենում, մեր պապերը դա արել են, 2020 թվականի 44-օրյա պատերազմը դրա շարունակությունն էր, մենք կռվել գիտենք, մենք վախկոտ չենք, մենք հաղթել գիտենք, այդ դրա խորհրդանշակն է այսօր, մենք հաղթել գիտենք, նույնիսկ իմպերիային, Օսմանյան կայսրությանը մենք հաղթեցինք, հիմա կարելի է ասել, որ գիտեք Պաղեստինում, Դարդանելում 1 միլիոն Օսմանցի կռվում էր անգլոսաքսոնների դեմ, Նոր Զելանդիայի, Կանադայի, գիտեք, Ավստրալիայի բանակներն այնտեղ էին 100,000-ավոր, 120-130,000 զոհ է տվել միայն Ավստրալիան, այնտեղ, հա, բայց ով ասեց, որ Թուրքիան մենակ մեր դեմ է լինելու, Թուրքիան թող փորձի թպրտալ, 1000 թշնամի ունի, կգզեն, կոչնչացնեն 4 կողմից, մեր բաժինը Սարդարապատի չափն էր, մենք դա արեցինք ու պատվով հաղթեցինք, մեզ թող չվախացնեն, մենք մեր պապերի հարազատ ժառանգներն ենք, վախկոտ չենք, հաղթող ենք, էլի կհաղթենք, թող փորձեն գալ։ Գանք էլի մեր ժամանակները, դուք ասում եք թիկունքից խփում են եւ այլն, դիզերտիվների սերունդ ու այսպիսի բաներ։ Դժվար բառնել ասեմ, բայց այդ մակարդակն է, բայց դուք չեք տեսնում ինչեր են կարել։ Դրանով եք դուք ուզում մեզ վախացնել։ Գոնե ներկայանալի լինեին դրանք։ Չէ, ոչ թե պարոն Արշակյան, ոչ թե Անուն ազգանուններով գիտենք, չէ, բա դուք եք մեզ վախացնողը, ձեր կենսագրությունը նայեք։ Ոչ թե վախեցնել, այլ միշտ ունենալ հնարավորություն պերմանենտ երկիրը X ժամանակից մինչև Y ժամանակ հասցնել հնարավոր պետականազրկման եզրին, հա? Սա է խնդիրը։ Ու այդ բարձը չէ, որ այդ կյանքով ապրող երկիրը չի զարգանալու։ Այդ կյանքով ապրող երկիրը հա, լինելու է մինչև այն պահ էլի, մինչև հիշի իր պետականության մասին, երբ որ գալիս է այդ պետականությունը գլխատելու պահը։ Ու այսպես, հա, մենք պետականությունը այդպես չենք պատկերացնում։ Մենք այդպիսի պետականություն չենք երազում։ Մենք այդպիսի պետություն չենք ուզում։ Մենք այդպիսի պետության քաղաքացիներ չենք։ Այն ինչ որ նրանք անում են, դա հակապետական է, դա արդեն պետություն չի, դա վիլայեթ է, դա գուբերնիա է, օբլաստ է։ Բա ինչ անել։ Ուզում են դարձնել օբլաստ։ Այո, ուզում են դարձնել օբլաստ։ Բայց դե թող դարձնեն։ Փորձում են։ Դա ինչ փորձ է։ Դրա համար ասում ենք էլի խոսեք։ Ազգային ժողով են մենք թույլ տվել, ասենք ազգային ժողովից խոսեք։ Չեն կարող, անհնար է դա։ Եթե 1918 թվականին դա չեղավ, ուրեմն հիմա չի կարող լինել։ Չի կարող լինել։ Ես ասում եմ, որ հարկավոր է դրանց բերանը փակել։ Պետք է մենք արտագրենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Ֆեդերացիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի հատուկ օրենք կա ինոագենտների մասին, այլ պետության շահերը ներկայացնող ուժերի մասին հատուկ օրենք կա։ Հարկավոր է արտագրել։ Վրացիների նման չանենք։ Արտագրենք Ամերիկայի Միացյալ Նահանգների 1936 թվականին ընդունված օրենքը արտագրենք մեր մոտ կիրառենք։
այլ երկրի ագենտը շահերի ներկայացուցիչը պետք է կրծքանշան կրի, որ փողոցում մենք տեսնենք, ասենք, այս է այլ երկրի ագենտ է, ոնց որ հիմա դեսպանը դրոշով, իր երկրի դրոշով է, չէ, դուրս գալիս փողոց։ Այս ուզում եմ, որ մեր երկիրը օրենք ընդունի արտագրելով, արտագրենք, թարգմանենք, որպեսզի չասեն դուք բան եք անում, սահմանափակում եք ինչ որ մեկի խոսքի իրավունքը։ Ես ճիշտ այնքան եմ սահմանափակել ուզում խոսքի իրավունքը, ինչքան որ թույլ է տալիս Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, ատելություն պետության նկատմամբ չի կարելի քարոզել։ Այն նրանք ատելություն են քարոզում մեր պետության նկատմամբ։ Տեսեք, ատելություն բառի վրա շեշտը դնենք։ Նրանք ատում են Սարդարապետի հերոսներին, նրանք ավարայրի հերոսներին իմիջիորից մայիս ամսին։ Շուշին ազատագրողներին նրանք ատում են։ Այդ ատելության քարոզը հարկավոր է փակել։ Մեր մոտ արգելված է ատելություն քարոզելը։ Դե ամեն ինչ այնքան հենց դա է խնդիրը, պարոն Արշակ։ Փակել։ Ամեն ինչ այնքան լղոզված է, որ ատելության խոսքը սղացնում են քաղաքական խոսքի տակ։ Քաղաքական խոսքը սղացնում են ատելության խոսքի տակ։ Իդեպ մեծ հայտնաչակերտավոր մեծ հայտնագործություն անեմ, խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ։ Այն ենթակա է սահմանափակման, հա, այս մեր նոր ազատություն ենթադրող ժողովրդավարների համար մեծ խոսքի ազատությունը ազատություն բերող խոսք է։ Մարդասիրության խոսքն է, ազատությունը դա է, ատելությունը խոսքի ազատություն չի, դա ատելություն է։ Այո։ Հենց այդ համատեքստում եմ ասում, բայց ամեն ինչ հենց դրա մասն է խոսքը, որ ամեն ինչ լղոզված է։ Հետևաբար ամեն ինչ այս դեպքում հնարավոր է, հա։ Երբ դուք ասում եք, չգիտեմ, իդենտիֆիկացնենք այդ խմբերին, ենթադրենք, շատ պատկերավոր ասած։ Գուցե դրա կարիքը չի լինի, եթե մենք կարողանանք մեզ ինքներս որպես պետություն իդենտիֆիկացնենք եւ գնանք զարգացման ճանապարհով։ Հնարավորությունները, օրինակ, եթե մենք խոսում ենք Ռուսաստանից եւ նրա պրոքսիներից այստեղ, որոնք են նաեւ այդպիսի խոսույթներ գեներացնում, սահմանափակենք Ռուսաստանի հնարավորությունները այստեղ, ենթադրաբար դա ունենալու է ազդեցություն այդ շրջանակների սահմանափակ գործունեության վրա։ Ես նկատում եմ կոնկրետ առարկայական ինչ-որ քայլեր անել, քան թե ինչ-որ մեկի ճակատին մի բան նկարել տարբերակելու համար։ Հենց դա է, որ պիտի լինի կոնկրետություն, որպեսզի ավելի առարկայական լինի ամեն ինչ, որպեսզի չլղոզվի ամեն ինչ, որովհետև ինձ համար, չգիտեմ, օրինակ նույն վարչապետի ասածը, հա, կայսրության այդ տարիների նրա նպատակների մասին, ասենք, ես լսում եմ ու մտածում եմ, ով պիտի ուզենա օրինակ իմ պետության անկախության ոչնչացումը։ Հա, պետություն, որը ուզում է իր ամբողջ գերիշխանության ներքո քեզ պահել, զավթել, կլանել, օկուպացնել, եւ եթե եղել է այդպիսի ժամանակաշրջան, ապա ինչու այդ ժամանակաշրջանը զուտ մնում է մի քանի անձանց քաղաքական ռետորաբանության տրամաբանության մեջ։ Այն չի առարկանում, այն չի դառնում դասագիրք, այն չի դառնում ակադեմիական շրջանակների ուսումնասիրված փաստական հենք, օրենք, օրինակ, օրենք։ Հենց սա է լղոզված ամեն ինչ։ Օրենք, այո։ Եվ որ պահին էլ որ հակադարձելու պահին ասեն դե սա քաղաքական հայտարարություն էր, հիմա ինչի հետևից եք ընկել կոպիտ ասած։ Չէ, պետք է ընկնենք հետևներից։ Ես այդ ինչ որ դուք ասացիք համաձայն եմ։ Բայց թույլ տվեք ես ավելացնեմ։ Համեցեք։ Անուն ազգանունով այդ մարդիկ կան, պաշտոն ունեն, օրինակ Հանրապետության նախագահը 13 թվականին, 2013 թվականին սեպտեմբերի 3-ին ջնջեց Սարդարապետը, ջնջեց հանրաքվեի արդյունքները, ջնջեց ազգային ժողովի որոշումը 91 թվականի սեպտեմբերի 23-ին ազգային ժողովը որոշում կայացրեց, ճանաչեց հանրաքվեի արդյունքները, ջնջեց դրանք, ավարայրը ջնջեց, Կիլիկայի թագավորությունը ջնջեց, ամեն ինչ ջնջեց, միանձնյա Հայաստանի Հանրապետությունը հանձնեց իր ստորագրությունով, հանձնեց այդ մարդը կա, ազատության մեջ է բազմաթիվ քրեական գործերով, այդ մարդը ազատության մեջ է, պատկերացնում եք, ուրեմն 130 հոգի կամ 120 հոգի ազգային ժողովում քվեարկել է այդ մարդու ստորագրության օգտին, ազգային ժողովի պատգամավորները
հանրապետական կուսակցության ղեկավարությամբ ես հատուկ ասում եմ Նավասարդյան Աշոտի պապը Վաշտի հրամանատար է եղել Սարդարապատում, Նավասարդյան Աշոտի հիշատակը չհարգեց, Լևոն Նավասարդյանի հիշատակը չհարգեցին այդ կուսակցությունը, քվեարկել է հայկական պետության լուծարման օգտին, նրանք հիմա կան, այդ կուսակցությունը գոյություն ունի, օրենք պետք է լինի, կուսակցություն, որը որ հայկական պետությունը լուծարելու օգտին քվեարկել է, այդ պետությունը, այդ կուսակցությունը կա, ոչ միայն կա, նա հրապարակում է, ազգային ժողովում է, նա շարունակում է հանձնել Հայաստանը, Բա էլ ինչ օրենք պետք է ընդուն, հիմա մենք ինչ ենք խոսում, ես զբաղված էի, ես հրավիրված եմ խնջույքների, լավ զբաղվածություն ունի։ տոն է, իմ հարազատները, իմ շրջապատը, իմ ընկերները զբաղված են դրանով, նշում են այդ օրը, բայց ես եկել եմ դա եմ ձեզ ասում, կոչ ենք անում իշխանությանը, իրավական գնահատական քաղաքականը արդեն ուշ է, մենք արդեն իրենց քաղաքական գնահատական, ասում ենք չարեցիք, քաղաքացիական պայմանագիր չարեցիր, քաղաքական գնահատական չտվեցիր, հիմա ասում են քրեական գնահատական, իրավական գնահատական տվեք, անուն ազգանունով մարդկանց, ովքեր որ հայկական պետությունը լուծարել են, այսինքն դիմել են լուծարման, ուժները չի պատել, մերժվել են, Համելի մեջալուց Ռուսաստանը չի, դա խումբ է պետությունների, բա Բելորուսը, ընդհանուր պետություն են նրանք, բա Եվրազական միության մյուս անդամները թուրքական, բա Մաքսային միության մյուս անդամները, որ փակել են մեր տնտեսությունը, հիմա գնացել ենք Սլովակիային, Չեխիային, չէ, Սլովակիային, որը երկու անգամ մեր դեմ կռվել է, սլովակներն ու հունգարացիները մեր դեմ կռվել են երկու անգամ, առաջին աշխարհային պատերազմի ժամանակ եւ երկրորդի ժամանակ, Շկոդան էլ Սլովակիայում չի, Պրագայում է, Չեխիայում է, ռազմական բան անենք, ինչ պետք է համագործակցեք, դրանք ինչ ունեն, որ ինչ տան մեզ, ընդհանրապես ինչ եք հրավիրել, մենք ունենք Համազած Բաբաջանյան, 1956 թվականի հունգարական ժողովրդական ապստամբությունը ճնշող զորքերի հրամանատարը սովետական եղել է Համազած Բաբաջանյանը, հենց որ դեռ մենք պետք է մեզանից զգուշանան հունգարացիները, իշխանության մասին է խոսքը, ես այն բաների գնչուական պարեր կատարողներին չեմ ասում, մեկ ասում են դու ինչ ես ասում, Ֆերենց Լիստի դեմ ինչ ունես, Ֆերենց Լիստի դեմ ոչինչ չունեմ, լավ էլ նվագում են մերոնք, շատ լավ նվագողներ ունենք դաշնամուրով, երկրորդ ռապսոդիան, ես նրա դեմ ոչինչ չունեմ, հունգարական պետությունը ներողություն չի խնդրել մեզանից, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է մեր թշնամու բարեկամը, հիմա այսօր նա մեր թշնամու բարեկամն է դեռ, հունգարական պետությունը իր ղեկավարով մեր թշնամու բարեկամն է, մեզ փող էին տալիս, ինքը չտվեց, ճանապարհին թալանեց, 20 միլիոն եվրոն թալանեց, Ես դա ասում եմ, որ մեր պետությունը պետք է ճանաչի մեր թշնամու բարեկամներին եւ փակի մեր պետության թշնամիների ճանապարհը, մենք դրա համար ենք այսօր խոսում, թե չէ կարող ենք շամպանսկի բացել, քեֆ անել, ուրախանալ, չէ, գնալու ենք անենք եւ ձեզ էլ եմ խորհուրդ տալի, արեք, արժանի է, այսօր կարելի է զվարճանալ, ուրախանալ, խնջույքի օր է Իսկ նրանց հարկավոր է հիշել, որ գլուխները ստականա հարկավոր է ասել նրանց։ Մի երկու բառ կարելի է ասել, էլի, անչափահասներին կանանց հեռացնել սեղանից ասել նրանց մասին մի երկու բառ։ Ոնց որ մենք հիմա ասում ենք, ովքեր են հանձնել հայկական պետությունը, այն նրանց մասին ասում ենք, երեխաներին ու կանանց հեռացրեք սեղանից ասում ենք, մտքում ասեցի։ Շնորհակալություն, պարոն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր։